այսպես երևում է, թե ինչպես ավտոբուսի տեսախցիկից տեսապատկերի վերլուծության միջոցով հնարավորություն ենք ստացել հայտնաբերել փոսերը, մաշվածների ճաքերը, դասակարգել դրան եւ արդյունքում ստանում ենք այսպիսի քարտեզ։ Արհեստական բանականությունը Երևանում աստիճանաբար դառնում է քաղաքային կառավարման կարևոր գործիք, օգնելով քաղաքային տնտեսության կառավարմանն ու ճանապարհային խնդիրների արդյունավետ լուծմանը։ Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանի խոսքով, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվում է մայրաքաղաքի փողոցների մանրամասն քարտեզագրում։ Այս գործընթացի արդյունքում հնարավոր է հայտնաբերել ասֆալտի վնասված հատվածներն ու ժամանակին կազմակերպել դրանց վերանորոգումը։ Այն փողոցները, որոնք որ նախորդ 2 տարիներում վերանորոգում են անցել, միջին նորոգում են անցել, այդտեղ փոսերը գրեթե չկան։ Ստացված թվային քարտեզները հնարավորություն են տալիս հստակ տեսնել, որտեղ կան փոսեր, ճաքեր կամ մաշված հատվածներ, եւ դրանց հիման վրա առավել նպատակային պլանավորել վերանորոգման աշխատանքները։ Երևանում արհեստական բանականության կիրառմամբ ներդրված այս փորձն արդեն հետաքրքրել է նաեւ միջազգային գործընկերներին։ 2025 թվականին Դոնի Ռոստովի քաղաքապետի այցի ընթացքում այն ներկայացվել է որպես հաջողված եւ արդյունավետ նորամուծություն։ Հատկապես ներկայացրել ենք ավտոբուսների դիմապակու վրա տեղադրված տեսախցիկներով ինչպես ենք կարողանում արհեստական բանականության կիրառմամբ ստանալ ասֆալտի փոսերի հայտնաբերումը եւ ստեղծում այսպիսի GIS հարթակներ, որը օգնում է քաղաքային իշխանությանը պլանավորել վերականգնման գործընթացները։ Այցից ամիսներ անց նմանատիպ լուծումներ ներդրվել են նաև Ռոստովում։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրիաբինը հայտարարել է, որ քաղաքում նախատեսվում է կիրառել հատուկ մեքենա, որն արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով կարձանագրի ճանապարհների փոսերը։ Սկրիաբինը շեշտել է, որ այս գաղափարը ծագել է Երևանի քաղաքային տնտեսության կառավարման կենտրոն կատարած այցից հետո, որտեղ լայնորեն կիրառվում են արհեստական բանականության լուծումներ։ Շատ սովորական երևույթ է, երբ Դոնի Ռոստովի քաղաքային իշխանությունների այցի շրջանակում իրենք եւս օգտվել են մեր փորձառությունից եւ գուցե այս լուծումը այնտեղ եւս օգտակար լինի։ Այսպիսով, չնայած տեխնոլոգիական որոշ սահմանափակումներին, ռուսական կողմը մտադիր է ստեղծել սեփական համակարգը, հենվելով Երևանի փորձի վրա։ Մենք շատ երկար եւ շատ բովանդակալից հանդիպում քննարկում ենք ունեցել, տարբեր նախագծեր ենք ներկայացրել, քաղաքային որ խնդիրները ինչ եղանակով ենք լուծում, ինչ խնդիրների ենք հանդիպում, լսել ենք իրենց կողմին, իրենք ինչպես են այդ խնդիրները լուծում եւ գուցե ամենահետաքրքրականը հենց դա է եղել, ինչի համար քաղաքապետը դա է շեշտել։ Մասնագետների համոզմամբ ճանապարհների մաշվածության խնդիրը գլոբալ է, հատկապես այն քաղաքներում, որտեղ եղանակային կտրուկ փոփոխություններ կան։ Երևանում իրականացվող այս նախաձեռնությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է հաջողված փորձը նաև օրինակ դառնալ այլ քաղաքների ու քաղաքապետերի համար։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։